Հայաստանում գործում է 3156 սննդի կետ, իսկ երբևէ մտածել եք, թե ինչ են անում սննդի կետերը իրենց օգտագործած ձեթի թափոնները։ Գիտեք, որ դրանք համարվում են 4-րդ կարգի վնասակարության եւ ենթակա են վերամշակման։ Շատ պարզ օրինակ, կարանք համեմատենք խոսքի այս ձեթը, օրինակ այս սրա հետ ինձ թվում է ակնհայտ է։ Շատ օգտագործված։ Այո, ինքը պետք է լինի այս վիճակում։ Օգտագործելուց հետո էլ ինքը պետք է լինի այս վիճակում։ Կեղտաջրերի հետ թափոնները լցվում են գետերը, դրանցով ոռոգում են դաշտերը։ Իսկ ինչպես գիտեք, ձեթը ջրում չի լուծվում։ Ձեթը օրգանական նյութ է։ Այն սնունդ է տարբեր տիպի բակտերիաների համար։ Հետևաբար մենք աղտոտելով մեր ջրային միջավայրը մենք շատացնում ենք այդ բակտերիաները, որոնք որ ընդհանուր այդ էկոհամակարգի համար արդեն վնաս են։ Երբ որ այդ թափոնները քայքայվում են, իրենք քայքայվում են մինչև անօրգանական միացություններ, որոնք որ սնունդ են հանդեսանում արդեն մյուս տիպի օրգանիզմների համար, մասնավորապես ֆիտոպլանկտոնի, այսինքն մանր ջրիմուռների համար, որոնք որ պատում են ջրի մակերեսը, կլանում են ամբողջ արևի լույսը, այդ արևի լույսը ել չի հասնում դեպի հատակ ներքևում աճող ջրիմուռների համար, որոնք վերանում են եւ որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են թթվածնի հիմնական աղբյուրը ջրում։ Իսկ երբ որ մեզ մոտ պակասում է այդ թթվածինը, մեզ մոտ պակասում են ջրային ամոնախաշար կենդանիները, խեցգետինները, ձկները, ամեն ինչը։ Ինչպես լսեցիք, օգտագործված ձեթը ջրում չի լուծվում եւ վնասակար է թռչունների եւ ջրում ապրող կենդանի օրգանիզմների համար։ Որն է լուծումը։ Ձեթը լցնել կոյուղու մեջ։ Ոչ, քանի որ անգամ 1 լիտր ձեթը կարող է խցանել ընդհանուր կոյուղային համակարգը։ Չի կարելի նաև ձեթը տրամադրել անասնաբուծական ֆերմաներին։ Երկրորդական ձեթը ընտանի կենդանիների սննդի մեջ հայտնվելու հետևանքով տոքսիններով եւ կանցերոգեն նյութերով հարստացնում են կաթնամթերքն ու մսամթերքը, որն էլ հայտնվում է մեր սննդակարգի մեջ։ Կանցերոգեն նյութերը նպաստում են օրգանիզմում քաղցկեղային եւ գենետիկական հիվանդությունների զարգացմանը։ Օրենքը ասում է, որ առնվազն այդ թափոնները պետք է խորը հողի տակ պատեն, ուրեմն հողային շերտով, դա խոսքը գնում է ոչնչացման մասին։ Սակայն եկեք չմոռանանք, որ այդ ձեթը ինքը իրականում ռեսուրս է եւ սխալ կլինի այդ ռեսուրսը ոչնչացնել, երբ որ այդ նույն ռեստորանները կամ արտադրողները կարող են այդ ռեսուրսից, այսինքն իրենց աղբից գումար ստանալ։ Հետքը փորձել է պարզել, թե ինչ են անում սննդի կետերը իրենց օգտագործված ձեթի թափոնները։ Օրինակ, Black Star Burger ընկերությունից մեզ հայտնեցին, որ նրանք թափում են ձեթի թափոնները։ Երեմյան Project ընկերությունը վաճառում է, Կարաս ազգային սննդի ցանցը նույնպես թափում է, KFC-ն, Mr. Gyros-ը նույնպես վաճառում են։ Իսկ այ օրինակ Ringo-ից մեզ հայտնեցին, որ ձեթի թափոններ չեն ունենում։ Որոշ ընկերություններ էլ պարզապես չեն պատասխանել մեր գրավոր հարցմանը։ Շատ երկրներում օգտագործված ձեթը վերամշակում են, դրանից ստանում են բիոդիզել, օճառ կամ օգտագործում են կոսմետիկայի արտադրության մեջ։ Մենք այս պահին գտնվում ենք պահեստում, որտեղ որ հավաքվում է բոլոր հավաքագրած ձեթերը բերում ենք այստեղ։ Շատ հաճախ սննդի կետերը մեզ տալիս են, փոխանցում են իրանց մոտ գեներացված ձեթը նման տարաների մեջ, այսինքն ինչ տարայով որ ստանում են, նույն տարայով տալիս են մեզ։ Տվյալ օրինակով մենք մոտավոր կարողանում ենք հասկանանք, որ ձեթե ինչքան է օգտագործվել։ Մենք ամբողջ Հայաստանի մասշտաբով զբաղվում ենք օգտագործած բուսայուղերի ձեթերի հավաքագրմամբ, ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս։ Ես կարծում եմ, որ մենք ապրում ենք այն դարում, որտեղ որ վերամշակումը, դա կլինի ձեթ, թե թուղթ, թե մի այլ բան, դա շատ կարևոր է։ Այս պահին մենք հավաքագրած ձեթը արտահանում ենք ԵՄ երկրներ, որտեղ որ իրանից ստանում են բիովառելիք եւ բիոգլիցերին։
24 թվականին մեր ծրագրերում կա, որ սկսենք Հայաստանում արտադրել այս գեներացված ձեթից բիովառելիք։ Մի տարուց ավելա մենք ամենօրյա ռեժիմով շփվում ենք, աշխատում ենք այդ ուղղությամբ, որ ինչքան հնարավոր է լայն մասաներին տեղեկացնենք այս խնդրի մասին։ Օգտագործված ձեթի վերամշակմամբ կարելի է ստանալ էկոլոգիապես մաքուր արտադրանք, օրինակ բիոգլիցերին եւ այլ տեխնիկական նյութեր։ Հիմա Աննայի ցանկությամբ պարբերաբար նրա ռեստորան է գալիս ձեթի հավաքագրմամբ զբաղվող սերտիֆիկացված կազմակերպության ներկայացուցիչը, ով օգտագործած ձեթը հանում է ռեստորանի տարածքից եւ տեղափոխում ընկերության պահեստ, օգտակար արտադրության մեջ օգտագործելու նպատակով։ Սա զուտ սոցիալական պատասխանատվության հարց է, որը ցավոք սրտի այնքան էլ բարձր մակարդակում չի դեռ որ Հայաստանում, բայց հույս ունենք, որ շուտով մարդիկ կհասկանան, կան սուբյեկտներ, որոնք որ այս դաշտում աշխատում են կանխիկով, ու շատ դժվար է հասկանալ, թե ուր է գնում այդ ծավալը։ Ենթադրաբար դա գնում է դառնում է անասնակեր։ Հարևան Վրաստանում գոյություն ունի օրենք, որը որ արգելում է տնտեսվարողին փոխանցել օգտագործած ձեթը ոչ սերտիֆիկացված անձին կամ ընկերությանը։ Եվրոպական մի շարք երկրներում սննդի կետը կարա զրկվի իր լիցենզիայից, եթե նման փաստ արձանագրվի, ինչը որ ցավոք չունենք դեռ Հայաստանում։ Բայց այն ինչը որ դուք տեսաք մեր պահեստում, ու սա Հայաստանի երևի 30% լինի չլինի։ Այն ինչը որ այս պահին տեսաք, որ սա թափվի ինչ-որ միտեղ, ոնց եք պատկերացնում, ինչ անել է։ Դուք արդեն գիտեք, թե ուր է գնում օգտագործված ձեթը, որքանով է այն վտանգավոր եւ ինչ անել, որպեսզի չվնասել բնությանն ու առողջությանը։ Դե իսկ մեր հետագա հրապարակումները բաց չթողնելու համար առաջարկում եմ հետևել Հետքի YouTube-յան ալիքին։ Հետևեք նաեւ սոցցանցերի մեր էջերին։